Քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ հունիսի 7-ից հետո այլևս չի լինելու, օրերս հայտարարեց Փաշինյանը։ Օլիգարխների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները շատ իրարից տարբեր են։ Մինչև իր վարչապետ դառնալը նա հայտարարում էր, որ Հայաստանում կան օլիգարխներ, ինչը իրականում բոլորս էլ գիտենք կան։ Դրանից հետո, երբ նա դարձավ վարչապետ, մի օրվա մեջ քնեց վեր կացավ, հագավ վարչապետի կոստյումը, իր բառերով ասած, եւ հայտարարեց, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածը արդեն իմ մեկնաբանության խնդիրը չէ։ Նկատմամբ բիզնեսի եւ քաղաքական տարանջատման հարցում օլիգարխները պետք է չլինեն, հա, ազգային ժողովում օրենսդիր Ես բայց նաեւ արդեն հայտնել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան։ Եվ այսպես, հիմա Հայաստանում օլիգարխներ կան, թե ոչ։ Նախ հասկանանք ինչ է օլիգարխը եւ ինչու է օլիգարխ լինելը այդքան խոսակցությունների, մտահոգությունների առարկա։ Օլիգարխ տերմինը ավելի շատ սկսել ենք հանդիպել սովետական միության փլուզումից հետո, երբ պետական ունեցվածքը տարբեր ճանապարհներով, հիմնական անօրինական, սկսեց ընկնել ինչ-որ մարդկանց եւ խմբերի ձեռքը եւ հայտնվեցին մեծահարուստներ։ Օլիգարխիա տերմինը այնուհետ իր զարգացման ընթացքում սկսեց ասոցացվել այն մարդկանց հետ, ովքեր պետական պաշտոններ եւ պետական իշխանության հետ իրենց կապերը օգտագործելով կարողանում են հարստանալ։ Որն է սրա խնդիրը։ Սրա խնդիրը գլխավոր խնդիրը նա է, որ տնտեսական համակարգում ստեղծում է անհավասար եւ ոչ մրցակցային պայմաններ։ Այսինքն մի մարդ օրինակի համար, որը պետական պաշտոնյա բարեկամ ունի, ենթադրենք եղբոր տղա, կարողանում է իր իշխանությունը, ազդեցությունը օգտագործելով պետությունից միլիոններով աջակցություններ ստանալ կամ բանկերից ստանալ զրոյական վարկեր եւ կարողանում են կուտակել էժան կապիտալ, որով նաեւ իրենց հերթին այդ կապիտալը իր հերթին գեներացնում է շատ մեծ ռեսուրսներ։ Եվ սա հենց օլիգարխիայի ներկայի դասական բանաձևն է, այսինքն պարտադիր չէ, որ անձը ինքը ուղղակիորեն ներգրաված լինի իշխանության մեջ։ Հայաստանում իհարկե այս առումով կան օլիգարխներ եւ նորերն էլ ծնվում են։ Եվ եթե դուք այս սահմանումի տեսանկյունից նայեք, կտեսնեք, որ այսպիսիք կան։ Եվ ինչպես արդեն ասացի, խնդիրը սրա անհավասար տնտեսական պայմաններ ստեղծելն է երկրում եւ հետեւաբար այս համակարգը, օլիգարխիկ համակարգը խոչընդոտում է տնտեսական համակարգի ներառականությանը եւ զարգացմանը։ Սա է գլխավոր խնդիրը։ Քաղաքական այլ խնդիրների մասին արտաքին միջավայրի ազդեցության եւ այլնի չեմ խոսում։ Հիմա Փաշինյանի թիմակիցը նաեւ այս հայտարարությունը լսեք։ Հայտարարում է, որ օլիգարխներ կան եւ նրանք մտահոգված են այդ օլիգարխների գոյությամբ եւ ասում են, որ այս մարդիկ վտանգ են իրենց ձեռքբերումներին։ Լսեք այս հատվածը։ Ռուբեն Ռուբինյանը պնդում է, պետք է այնպես անել, որ այս ուժերը ոտնատակ չանեն քաղաքացիական պայմանագրի ձեռքբերումները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում ժողովուրդը շարունակի որոշել, թե ով է լինելու իշխանություն, թե ով է լինելու վարչապետ, այլ ոչ թե Քոչարյանը եւ երկու օլիգարխները, ռուսաստանցի օլիգարխը եւ տեղական օլիգարխը։ Մենք չափազանց շատ զորողությունների ենք գնացել, որպեսզի մեր երկրում արդարություն եւ խաղաղություն հաստատեն եւ հիմա, երբ որ մենք կանգնած ենք դրանք անշրջելի դարձնելու շեմին, մենք թույլ չպիտի տանք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները ոտնատակ տան մեր ձեռքբերումները։ Այս ընտրությունների արդյունքում տեսեք ինչա տեղի ունենալու։ Իդեպ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում այլևս չի լինելու քաղաքականությամբ զբաղվող ոչ նախկին նախագահ եւ ոչ էլ օլիգարխ։ Փաշինյանը սակայն չէր մանրամասնել, թե ինչպես է դրան հասնելու։ Տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ չեք տեսնել։ Որն է նրանց կառավարման շրջանի ձեռքբերումները։ Արցախի կորուստը, իրենց բառերով ասած արդար համակարգը իրենք դիտարկում են նա, որ այսօր հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներ են կալանավորված հանիրավի, սա է իրենց պատկերացրած արդարությունը։ Իրենց արդարությունը պատկերացրած նա է, որ հասարակ քաղաքացին, աղքատ մարդը հավասարապես ունևորի վճարում է նույն տոկոսադրույքով հարկեր, այսինքն համահարթ հարկման համակարգ։ Սա իրենք են ներդրել նախկինում պրոգրեսիվ հարկման եկամտային համակարգեր։ Իրենց պատկերացրած արդարությունը նա է, որ մի օր գիշերը կքնես կհելնես, կհայտարարես, որ այլևս դատական համակարգը նորմալ է, վեթինգի կարիք չկա։ Սա է իրենց արդար համակարգը։ Իրենց արդար համակարգը նա է, որ մարդուն օդից բռնած
տեղեկություններով կարող են կեղծ քրեական գործեր կարել իրենց վրա։ Իրենց ձեռքբերումներից է շարունակաբար աճող պետական պարտքը, որը իշխանություն ստանձնելուց ի վեր կրկնակի եւ ավել անգամ աճել է։ Իդեպ պետական պարտքի մասին այսօր հրապարակվել է պետական պարտքի ցուցանիշը հունվար ամսվա վերջի դրությամբ։ Եվ ինչ եք կարծում, ինչ է պատահել։ Այո, եւս 70 միլիոն ԱՄՆ դոլարով հունվար ամսվա ընթացքում պետական պարտքը աճել է եւ այսպիսով Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է շուրջ 14 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար։ Հետաքրքիր է, որ ֆինանսների նախարարությունը իր հրապարակման մեջ կենտրոնական բանկի պարտքի թիվը ցույց չի տվել, որը նախորդ ամիս շուրջ 490 միլիոն ԱՄՆ դոլար։ Իսկ պետական պարտքը բաղկացած է կառավարության պարտքից եւ կենտրոնական բանկի պարտքից։ Եվ հիմա իրենց հրապարակման մեջ երևում է միայն կառավարության պարտքը, որը, ինչպես ասացի, 70 միլիոն ԱՄՆ դոլարով աճել է։ Եվ հիմա կազմում է կառավարության պարտքը 14 միլիարդ 110 միլիոն ԱՄՆ դոլար։ Եվ եթե սրան էլ գումարենք կենտրոնական բանկի պարտքը, ապա պետական պարտքը կստացվի 14 միլիարդ 600 միլիոն ԱՄՆ դոլար։ Ահա այսպիսին են Փաշինյանի կառավարության ձեռքբերումները։ Եվ եթե հայը ստիպված է լինելու ընտրել օտարահպատակ, իսկ մասնավորապես թուրքահպատակ իշխանությունների եւ հայ սեփական օլիգարխի միջև, ապա կարծում եմ ընտրությունը պարզ է։